2011 թվական Լինսի հիմնադրամի փակումը ցնցեց բոլորին։ Քաղաքական դավադրության տեսություններ՝ ոչ, իրականությունն ավելի հզոր էր։ Արդեն առողջական խնդիրներ ունեցող 94-ամյա Քրքորյանը ցանկանում էր բարեգործությունն անմահացնել։ Նա միավորեց ակտիվները $200 միլիոն փոխանցելով UCLA համալսարանին, ստեղծելով օգնության հավերժական մեխանիզմ։ Լինսին աշխարհին նվիրեց $1.1 միլիարդ։ Այդ գումարի 20%-ը ուղղվեց պատմական հայրենիքին։ Հայաստանում կատարվածն ուղղակի աշխատանք չէր, այլ վերածնունդ 4 հիմնական ուղղություններով։ Մշակույթ՝ նորոգվեց 34 հաստատություն Մատենադարանից մինչև Պատմության թանգարան ու պատկերասրահ։ Երևանի դեմքը՝ 17 կենտրոնական փողոց ու Հանրապետության հրապարակը ստացան եվրոպական տեսք։ Աղետի գոտի՝ 149 նոր շենք և 3674 բնակարան Շիրակում ու Լոռիում։ Ճանապարհներ՝ 435 կիլոմետր հիմնանորոգված ուղի, այդ թվում Դիլիջանի թունելն ու ռազմավարական մայրուղիները։ Քրքորյանի վերջին բարոյական առաքելությունը $100 միլիոն էր, ուղղված «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմին։ Դա նրա պատգամն էր աշխարհին՝ հիշելու Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես ինքն էր ասում Հարութ Սասունյանին, մենք փոխեցինք Հայաստանը՝ այն դարձնելով ավելի գեղեցիկ ու եվրոպական։